Նոյանտապանում հյուրընկալել եմ քաղաքագետ անկախ հետազոտող Էդգար Վարդանյանին, պարոն Վարդանյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Բարոյցես։ Գորիսում բացվեց Ֆրանսիայի պատվո հյուպատոսի գրասենյակը եւ ոչ թե գլխավոր հյուպատոսություն, ըստ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի այն ավելին է, քան հյուպատոսությունը, քանի որ պատվո հյուպատոսի գրասենյակում լինում են գործողություններ եւ Գորիսում ու Սյունիքում հայերն ու ֆրանսիացիները գործում են ձեռքի տված։ Դեսպանը գրասենյակի բացումը նաեւ նշանակալից էր համարել իրենց համար։ Փորձենք հասկանալ գրասենյակի նշանակությունը նաեւ մեր պետության համար, մեր շահերի տեսանկյունից։ Գիտեք, դա ակնհայտ է, որ սա ավելի շատ քաղաքական նշանակություն ունեցող բան է։ Այսինքն նաև մեկնաբանություն եղել է, թե օրինակ ֆրանսիացիներ բավարար չափով չեն ապրում եւ այդպես դասական հյուպատոսարան չի բացվում, կարիք չկա դրա։ Սա ակնհայտ, այո, քաղաքական նշանակություն ունի, սա նշանակում է, որ Ֆրանսիան չափազանց կարևորում է Հայաստանում իր ներկայությունը, տարածաշրջանում իր ներկայությունը, չափազանց կարևորում է Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանումը, իր համար դա կարելի ասել կենսական շահերի տիրույթում է գտնվում։ Այսինքն Ֆրանսիան կարելի ասել, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ անվտանգ միջավայրը Հայաստանում, Հայաստանի հարավային մասի կայուն զարգացումը, անվտանգ ուրեմն էլի միջավայրը հարավում, դիտարկում է որպես Ֆրանսիայի համար, Ֆրանսիայի շահերի տեսակետից մի կարևորագույն բան։ Եվ սա իհարկե նաև մեսիջ է տարածաշրջանի խաղացողներին, որ Ֆրանսիան էլ ավելի է ամրապնդում իր դիրքերը տարածաշրջանում, որ Ֆրանսիան լինելու է շատ ավելի զգայուն, շատ ավելի այսպես արագ հակադարձող եւ արագ կերպով Հայաստանի խնդիրներին հասնող, քան երբևէ եղել է, եւ սա նաև որոշակի, այսպես ասենք, հնարավոր էսկալացիաների առումով պրևենտիվ նշանակություն ունեցող բան է։ Չեմ կարող ասել իհարկե, որ նման բանը ամբողջությամբ կարող է այդ դերակատարությունը ունենալ, այսինքն զսպել հնարավոր տարատեսակ սադրանքները, բայց իր նպաստը իր փոքր թեկուս եւ լուման, բայց այդքան էլ փոքր չէ, էլի, այդ լուման իհարկե կարող է ներդնել։ Այստեղ նաեւ գիտեք բնականաբար սա նաեւ Ռուսաստանին ուղղված մեսիջ է։ Հայաստանը գնում է դեպի Եվրոպայի հետ ավելի խորը հարաբերություններ ունենալու ճանապարհով, տեսեք, զգուշորեն եմ ասում, որովհետև այո, նաև հռչակվել է, օրենք է ընդունվել, ըստ որի հռչակվել է, որ Հայաստանը գնում է Եվրամիության անդամ դառնալու ճանապարհով, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ այն դեռևս ավելի շատ այդպես սիմվոլիկ բնույթ ունեցող բան է, եւ բազմաթիվ հանգամանքներից է կախված ապագայում Հայաստանը կդառնա Եվրամիության անդամ թե ոչ, բայց այդտեղ կարևորը ճանապարհն է, ուղղությունն է եւ այն կոնկրետ քայլերը, որոնք այսօր արվում են եւ վաղն են արվելու Եվրոպայի հետ ավելի մոտիկանալու, ավելի ինտեգրվելու եվրոպական չափանիշները էլ ավելի, այսպես ասած, խորացնելու Հայաստանում այս առումով բազմաթիվ իհարկե խնդիրներ կան, լուծվելիք, բազմաթիվ հարցեր մենք պետք է դեռևս քննարկենք, հասկանանք որտեղ ենք, ինչ խնդիրներ կան եւ այսպիսի միջոցառումները իրենք նպաստում են այս ամենին, իրենք թե դիսկուրսին են նպաստում, այդ եվրոինտեգրման այդ դիսկուրսին, հա, որոշակիություն են որոշակի մտցնում, իրենք կարող են նաև հարթակ լինել, տեսեք, արդեն ինչ որ միջոցառում է այնտեղ տեղի ունենում եւ խոսում են, չէ, ոչ միայն այսինքն կոնկրետ այդ օրվա, չգիտեմ, կոնկրետ փաստի վերաբերյալ, հա, այսինքն այ որ բացվում է այդ համապատասխան պատվավոր, հա, հյուպատոսությունը,
այլ արդեն խոսվում էր այդ ամենի շրջանակներում էլի Հայաստանի խնդիրներից, Հայաստանի եվրոինտեգրման ճանապարհից, խոսվում էր այն մասին, որ Ֆրանսիան Հայաստանի կողքին է եւ այլն եւ կարծում եմ, որ այս հարթակը նաև կարող է հետագայում եւս էլի օգտագործվել նմանատիպ դիսկուրսներ նաև ծավալելու առումով։ Բացի նշած այդ բոլոր հանգամանքները, որը իսկապես կարևոր է եւ այո, Ռուսաստանի հետ կապված էլ, այսինքն եւս մեկ անգամ եմ ուզում ասել, որ սա նաեւ իհարկե մեսիջ է Ռուսաստանին, որ գիտեք ինչ հասկանում ենք, որ դուք այստեղ շատ վաղուց կաք, բայց Հայաստանը իր կամքն է արտահայտում այս առումով եւ օրինակ Ֆրանսիայի համապատասխան ներկայացություն բացվում է, բայց Ռուսաստանի ոչ, օրինակ։ Այդ դրան անդրադարձեք, պարոն Վարդանյան, եթե հայ-ռուսական հարաբերությունները չեն վերաֆորմատավորվում, ինչպես հայտարարեց Արարատ Միրզոյանը, ավելին շփումները ակտիվանալու են երկկողմ, այդ դեպքում ինչու է անպատասխան մնում ռուսական ցանկությունը կապանում ունենալու հյուպատոսություն։ Որովհետև Ռուսաստանը շատ վաղուց, շատ խորությամբ ներկայացված է Հայաստանում։ Իսկ մենք հիմա դիվերսիֆիկացիայի քաղաքականություն ենք վարում, ինչը նշանակում է այլ ուղղություններով հարաբերությունների խորացում։ Ակնհայտ է սա։ Ռուսաստանից կա կախվածություն, շատ վաղուց։ Եվ խնդիրը դրված այդ կախվածությունը թուլացնելու։ Այսինքն այդ խնդիրը իսկապես փաստ է, մենք գոյություն ունեցող փաստի հետ գործ ունենք, որ Հայաստանի իշխանությունը դիվերսիֆիկացման ճանապարհով է գնում եւ մյուս կողմից նաեւ Եվրոպայի հետ մերձենալու քաղաքականությունը, այսինքն դա փաստ է։ Փաստի հետ գործ ունենք։ Իհարկե փաստ է, որովհետեւ նախ դրա մասին խոսում է Եվրոպան։ Հիմա ենթադրենք հասկանում եք, կարող է, չի, օրինակ իշխանությունները ենթադրենք քարոզչական նպատակներից ելնելով ասեին, որ այ մենք դեպի Եվրոպա ենք գնում, խորացնում ենք հարաբերությունները Եվրոպայի հետ եւ այլն, բայց իրականության մեջ ոչ մի բան չլիներ։ Բայց Եվրոպան ինքն է ասում, որ այո, մենք տեսնում ենք, որ Հայաստանը գնում է այդ ճանապարհով եւ մենք գնահատում ենք դա եւ պատրաստ ենք աջակցել։ Եվ գիտեք շատ հաճախ նույնիսկ իհարկե այսպես դա բացահայտ չի արվում եւ այսպես տարբեր փակ հանդիպումների ժամանակ որոշակի տեղեկատվություններ են արտահոսքեր են լինում եւ այլն որ երբեմն եվրոպացիները նույնիսկ ասում են մի քիչ դանդաղ երևի թե ավելի արժի գնալ դեպի Եվրոպա, որովհետեւ մենք հասկանում ենք որ Ռուսաստանը կարող է ձեզ վնասել եւ Ռուսաստանի հետ նորմալ հարաբերություններ պահպանելը բխում է ձեր շահերից եւ նաեւ մեր շահերից, որովհետեւ հակառակ պարագայում կարող եք դուք թիրախավորվել շատ ավելի այսպես ուժգին ձևով, դեռ չունեք այն դիմադրողականությունը, որը թույլ կտա ձեզ այդ խնդիրները չեզոքացնել, նոր հարվածները մեղմել եւ այլն, եւ կարող եք այսպես հայտնվել ծայրահեղ վիճակում, երբ որ արդեն խնդիր կարող է դրվել ընդհանրապես որպես պետություն, որպես դեպի ժողովրդավարություն գնացող, դեպի Եվրոպա գնացող պետություն դուք կաք թե ոչ, հա, այս դեպքում նույն արևմուտքի համար էլ արդեն կարող է խնդիր լինել, հա, այսինքն ամբողջությամբ իրենք կարող են իրենց հենարանը կորցնել, թեկուզ եւ հենց իրենց այսպես շատ չոր հաշվարկներից ելնելով էլի այս հարցը, հա, եթե դիտարկենք։ Բայց նաև գիտեք այնուամենայնիվ իհարկե Եվրոպայից զուգահեռ դրան բնականաբար սպասում են որոշակի քայլերի դեպի Եվրոպա եւ նման բաները նման միջոցառումները, նման իրադարձությունները, թեկուզ եւ օրենքը, որը համապատասխան որի մասին խոսեցինք, դրանք իհարկե այսպես ցուցիչներ են, դրանք սիգնալներ են, մեսեջներ են, եւ Եվրոպան շատ ավելի հստակ հասկանում է ուր է գնում Հայաստանը եւ նաեւ ավելի ըմբռնելի է լինում Եվրոպայի համար այն ուղին Ռուսաստանի ավելի շուտ այսպես ասեմ Ռուսաստանի հետ հարաբերությունների այն ձևը, այն որակը, այն բնույթը, որ այսօր կա կարող են օրինակ խնդիրներից անտեղյակ կամ հարավային Կովկասը չճանաչող, Հայաստանը չճանաչող մարդիկ Եվրոպայում, որոնք օրինակ չգիտեմ, ասենք մեկ էլ լուր են լսում, ասում են, որ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին մասնակցեց շքերթին Պուտինի հետ մեկտեղ, հա, նրանք կարող են չհասկանալ դա։ Նրանց համար դա կարող է անընդունելի լինել, օրինակ ասել լավ, բայց մենք լսել էինք, որ կարծես այս երկիրը գնում է Եվրոպա կամ ժողովրդավարության ուղի է բռնել, բա ո՞նց է սա համատեղվում։ Բայց հավատացնում եմ բոլոր նրանք, որոնք որ գիտեն քաղաքականությունը, ծանոթ են իրավիճակին եւ այլն, կարող են իհարկե, այսպես մի քիչ ես երևի ընդհանրացնում եմ, մի քիչ ծաղկեցնում եմ, ասելով բոլոր նրանք, մեծ մասը իրենք ըմբռնումով են մոտիկանում, իրենք հասկանում են ինչ են ասում, ես վերջերս Գերմանիայում մի ICA, այսպես ճանաչողական եւ նաեւ դասախոսություններ էին կարդում եւ այլն, եւ հանդիպումներ եղան տարբեր վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ, ղեկավարների հետ եւ բոլորը նշում էին, որ օրինակ իրենք շատ լավ հասկանում են եւ երկրի կառավարության արտաքին քաղաքականության փիլիսոփայությունը, ըմբռնումով են մոտիկանում Ռուսաստանի հետ հարաբերություններին, ինչ որ կա այսօր, եւ իրենց մոտ օրինակ այդ խնդիրը չի ցակում, որ ինչու է օրինակ Փաշինյանը գնում մայիսի 9-ի շքերթին։ Դուք ինչ տպավորություն ստացաք Լավրովի այցից, ինչ եք կարծում, ինչ առաքելությամբ էր նա եկել եւ արդյոք հասավ իր նպատակին։ Դժվար է ասել, գիտեք, նա բնականաբար ուղղակի փորձում է ասել, որ մենք ոչ միտեղ չենք գնում Ռուսաստանը։ Որ կան մտահոգիչ բաներ մեր համար, փորձում ենք հասկանալ։ Նա փորձում էր երևի թե ցույց տալ կարմիր գծերը Ռուսաստանի։ Այ ասել որ ահա, լավ, այսքանով մենք իհարկե դժգոհ ենք, բայց կարող ենք հանդուրժել, հասկանում ենք մի քիչ նաև ձեր իրավիճակը, բան եւ այլն, բայց դե իմացեք, որ այնուամենայնիվ կան որոշակի կարմիր գծեր, որոնք չի կարելի հատել։ Մոտավորապես սա է ամբողջ բանը։ Հասավ իր նպատակին, թե ոչ, գիտեք ինչ, հիմա իրենք կարող են մտածել, որ միգուցե եւ հասել են, այսինքն դա չափելի բան չէ։ Ոնց ենք չափելու, հասան թե չէ։ Հայաստանի համար պարզ է ինչա ակնկալում Ռուսաստանը մեզնից, ինչ գործողություններ կարող է անել եւ անում է, եւ արդեն նաեւ տեսնում ենք հենց գետնի վրա, որ Հայաստանը փորձում է իսկապես այնպես անել, որ լրացուցիչ խնդիրներ չլինեն եւ այսպես նոր լարվածության առիթ չլինի եւ այլն եւ այլն։ Այստեղ շատերն ասում են, դե եթե չեք ուզում որ լարվածություն լինի, չեք ուզում որ նոր հարվածներ լինեն, մի գնացեք դեպի Եվրոպա։ Օրենք մի ընդունեք։ Այո։ Չգիտեմ, եւ այլն, բայց կներեք։ Ես կարծում եմ, որ նման խոսակցությունները որևէ կերպով չեն հիմնավորվում։ Չկան արգումենտներ դրա տակ, որովհետև տեսեք, Ռուսաստանը նախ սրա մասին բազմից ենք խոսել իհարկե, բայց էլի մի անգամ էլ դարձին անդրադառնանք։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2018 թվականից սկսած, հայտարարել էր, որ մենք արտաքին քաղաքականության մեջ որևէ ռևերսներ չենք իրականացնելու, չենք փոխելու։ Երբ փոփոխություններ եղան Եվ իսկապես, այսինքն արտաքին քաղաքականություն մենք չենք տեսնում ինչ-որ փոփոխություն, եւ ինչ-որտեղ նաեւ հակառակը Հայաստանը այսպես փորձում էր Ռուսաստանի հետ ավելի ամրապնդել հարաբերությունները, հա, սիմվոլիկ նշանակության ինչ-որ բաներ էր անում, որ Ռուսաստանին դուր գա։ Կողմից Հայաստանի տարածքների օկուպացիայից հետո գլխավորապես։ Խնդրեմ, այո։ Այսինքն երբ որ Ռուսաստանը բացահայտ չկատարեց իր պարտավորությունները դաշնակցային եւ երբ որ Ռուսաստանի աչքի առջև Ադրբեջան արեց այն ինչ որ արեց եւ հետո դրանից հետո Ռուսաստանը սկսեց մեղադրել Հայաստանին, որ Հայաստանն է մեղավոր այս ամեն ինչի համար եւ բացարձակապես, այսինքն իրեն ոչ միայն պահում էր դե ֆակտո եւ դե յուրե, չգիտեմ, որպես դաշնակից, այլ որպես հակառակորդ Հայաստան։ Եվ ստիպված Հայաստանը էլի նույնիսկ այդ ժամանակ միևնույն է, էլի Հայաստան ասում է, չէ, բայց մենք ուզում ենք նորմալ էլի հարաբերություններ ունենանք ձեր հետ, տեսեք առևտրաշրջանառությունը պահում ենք, էլի աճում է,
Ավելին խաղապահները ցանկանում էին, որ 20 տարի մնան Արցախում։ Հա, խնդիր, այսինքն Հայաստանը խնդիրներ չէր առաջացնում այս առումով, բայց Հայաստանը ասես ներեգություն, այսինքն, տեսեք, էլի մենք պետքա զարգանանք, չէ՞։ Մենք պետքա մեր անվտանգությունը ապահովենք, չէ՞։ Բայց եթե դուք որևէ կերպով չեք նպաստում դրան, այլ հակառակը, խոչընդոտում եք դրան։ Մենք ստիպված, ներեգություն ստիպված, մենք այսքան ժամանակ չէինք կապում մեր երկրի ներսի իրադարձությունները, գործընթացները, ժողովրդավարությունը արտաքինի հետ չէինք կապում, բայց հիմա ստիպված մենք արտաքին քաղաքականությունն էլ պետք է վերափոխումների ենթարկենք, որպեսզի մենք կարողանանք մեր անվտանգությունը ապահովել, կարողանանք զարգացում ապահովել։ Մեզ պետք են տեխնոլոգիաներ, մեզ պետք է օգնություն, մեզ պետք են ինվեստիցիաներ, արևմտյան, որտեղ ձեր մոտից չկա այդ ամեն ինչը, հա, վերջո մենք այնուամենայնիվ չմոռանանք, որ անկախ ամեն ինչից, գիտեք ինչ, անկախ պետություն ենք եւ իշխանությունները պարտավորություններ ունեն ժողովրդի հանդեպ, չէ՞, ժողովուրդը նրանց ընտրում է, որպեսզի նրանք որոշակի կարևորագույն ֆունկցիաներ կատարեն։ Էսա, այսինքն սրանից հետո ասել, որ դե գիտեք ինչ բան չկա, ինչի է լրիվ անհիմն է, էլի, էս ուր եք գնում, ոչ միտեղ իրականում չենք գնում, իսկ մնում ենք Հայաստանում, Հայաստանը զարգացնելու ճանապարհներ ենք փորձում փնտրել, գտնել եւ բնական այստեղ դաշնակիցներ են հանդիսանում արևմտյան տարբեր երկրներ, արևմտյան տարբեր կառույցները, բայց ոչ միայն չէ, Հնդկաստանը Եվրոպա չէ, Հնդկաստանի հետ խորքային հարաբերություններ ենք փորձում հաստատել։ Իրանի հետ, տեսեք, Իրանը էլի Եվրոպա չէ, ավտորիտար պետություն է իմիջիայլոց, խնդրահարույց պետություն է, միջազգային անվտանգության տեսակետից էլ նաև, չէ, բայց մենք էլի փորձում ենք հնարավորինս նորմալ եւ ունենք նորմալ հարաբերություններ Իրանի հետ։ Այսինքն, տեսեք, էլի, սա առնվազն մեղմ ասած էլի հակաքաղաքագիտական թեզեր են, երբ որ ասում են, որ Հայաստանը ինչ որ փչացնում է հարաբերությունները սրա հետ, նրա հետ, չպետք է այդ ամեն ինչը աներ։ Ինչ է պետք տունը, առանձնատունը կամ ամառանոցը հաճելի, հարմարավետ դարձնելու համար։ Ճիշտ ընտրած կահույք, օրիգինալ դեկորներ, հյուրերին ընդունելուց գեղեցիկ սպասք, գուցե նոր սփռոց։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Ընտրեք այն, ինչ վաղուց փնտրում էիք Fortuna Home and Country House-ում, ձեզ համար եւ որպես նվեր ձեր մտերիմների համար։ Յուրաքանչյուր զարդ գլուխ գործոց է, պատրաստված ամենայն ճշգրտությամբ եւ կրքով, որոնք կընդգծեն ձեր անհատականությունն ու գեղեցկությունը։ Մեր զարդերը պարզապես աքսեսուարներ չեն, այլ սիրո խոստովանություններ, որոնք կդառնան ձեր հիշողությունների խորհրդանիշը։ Դրանք ձեզ կդարձնեն ոճային եւ գրավիչ։ Ձեր պատմությունը սպասում է։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո։ Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ 1%, հա։ Այո։ Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի 1%, հա։ 2%։ Երասա ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ կլենդել։ Jackpot հագուստի վաճառակենտրոնը վերաբացվել է Թահանգա քաղաքում։ Նոր տեսականի, նոր արժեքներով ու նոր զեղչերով։ Եվրոպական հագուստ եւ կոշկեղեն կանանց, տղամարդկանց եւ երեխաների համար։ Օծանելիք, ճամպրուկներ, պայուսակներ, գիշերանոցներ, գոտիներ եւ դրամապանակներ։ Մեծ ապրանքատեսականի, մեծ զեղչերով։ Համեցեք Jackpot Թահանգայում։ Հասցեն 7057 Foothill Boulevard։ Հեռախոս 818 813 2252։ Jackpot։
Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հեռախոս Հայաստանից +374 55 50 90 52, ԱՄՆ-ից 818 967 567։ Հիմա նույն տրամաբանությամբ, պարոն Վարդանյան, նույն տրամաբանության ներքո քննարկվում է Փաշինյան եկեղեցի կամ կաթողիկոս այս հարաբերությունների սրացումը, ասում են անցնում է բոլոր հնարավոր արժեքների վրայով, եկեղեցու հետ խնդիրները նոր չէին, հիմա ինչու է սրում, ինչու է թեման բերել դաշտ եւ ինչ խնդիր է լուծում Նիկոլ Փաշինյան այսպիսով, երբ որ եկեղեցին կարևոր դեր ունի մեր կյանքում։ Այո։ Սկսենք նրանից, որ եկեղեցին ավելի շուտ այսպես ասենք, եկեղեցու ղեկավարությունը կամ ղեկավարության մեծ մասը, այո, կաթողիկոսի գլխավորությամբ մտել է քաղաքականություն։ Ոչ միայն մտել է քաղաքականություն, այլ նաև առաջ է քաշում ըստ էության իշխանափոխության թեզեր, ոչ միայն իշխանափոխության թեզեր, այլ ընդհանուր առմամբ գիտեք ռեժիմի փոփոխության, այսինքն նրանք ասում են, որ Հայաստանի Հանրապետությունում այն ռեժիմը, որ այսօր կա, դա հակազգային ռեժիմ է, հակաժողովրդական ռեժիմ է եւ պետք է փոխել այն։ Եվ ոչ միայն ասում են, այլ նաեւ իրենց ներկայացուցիչները հենց ընդդիմադիր, ռադիկալ ընդդիմադիր շրջանակներում ներգրավված են ու ոչ միայն ներգրավված են, այլ նաև երբեմն առաջնորդում են ինչպես Բագրատ Սրբազանի, հա, պարագայի մեջ։ Դե հանուն արդարության, պարոն Վարդանյան, Բագրատ Սրբազանի մեկնարկաշարժման ժամանակ կարելի էր ասել, որ այո, նրանք այն ժամանակ փորձում էին ռեժիմ փոխել, իշխանություն փոխել, բայց այդ շարժման մարումից հետո մենք առնվազն եկեղեցուց որևէ այդպիսի արձագանք կամ բան։ Չէ, դե տեսեք, առանձին ներկայացուցիչներ եկեղեցու միևնույն է, այսօր շարունակում են ակտիվ լինել եւ ել ավելի են ավելացնում հակաիշխանական, այդպես խոսույթի դոզան։ Փաստ է սա։ Որոշ եկեղեցականներ ընդհանրապես խոսում են այն մասին, որ ժողովրդավարություն եւ շատ բարձրաստիճան եկեղեցականներ, որ դե ազգի փրկության հարց է ինչ ժողովրդավարություն, այս չի ձեր ժողովրդավարությունը, հասկանում եք։ Այսինքն սա արդեն նաև սահմանադրության հիմնարար դրույթներին նետած մարտահրավեր է։ Նաև մենք տեսնում ենք, որ որոշակիորեն այսպես կրեմլյան շրջանակների հետ կամ ռուսուղափառ եկեղեցին է ակտիվություն ցուցաբերում եւ ինչ որ համատեղ միջոցառումներ են անում հայափրկության, չգիտեմ, մարդկանց կրթելու, իրենց պատկերացմամբ, իրավիճակ փրկելու, արևմուտքի դեմ պայքարելու, հա։ Եվ գիտեք ինչ, այս ամենի ներքո, քանի որ մենք մոտենում ենք նախընտրական փուլին, կարելի ասել ըստ էության արդեն նախընտրական փուլը սկսած է, ոչ ֆորմալ, էլի։ Իշխանությունները հավանաբար մտածել են, որ դե քանի որ ուրեմն այսպիսի փուլում ենք եւ քանի որ եկեղեցու ղեկավարությունը եւ մի շարք ներկայացուցիչներ այսպիսի մարտահրավեր են նետում, այսպիսի ակտիվություն են ցուցաբերում, ուրեմն պետքա չեզոքացնել սա, որ հետո ուշ չլինի, որովհետեւ նրանք ռեսուրսներ ունեն։ Իշխանությունը միայն արձագանքողի դերում է, թե իշխանությունը իր հերթին մարտահրավեր է նետում սահմանադրությանը նույն, արձագանքելով հոգեվորականներին այնպես ինչպես որ արձագանքում է։ Տեսեք, սահմանադրությանը ես չեմ կարծում, որ մարտահրավեր կա այստեղ, ինչու, հիմա բարձրաբանեմ, էլի։ Որովհետև առանձին ներկայացուցիչներ, իշխանության ներկայացուցիչներ
ուղղակի քննադատում են եկեղեցականներին, որպես քաղաքացի իրավունք ունեն քննադատելու, եւ նաեւ նշում են այն փաստը, որ իրենք մտել են քաղաքականության մեջ եւ մարտահրավեր են նետում ընդհանուր առմամբ պետական կարգին, եւ նաեւ ասում են, որ դե որ այդպես է, դե որ դուք մտել եք այս դաշտ, դե որ դուք մեզ համար խնդիր եք, հա, որպես այսինքն քաղաքական օպոնենտ, ռադիկալ քաղաքական օպոնենտ, էլի, ամենածայրահեղ ռադիկալ։ Դե ուրեմն մենք էլ կհիշեցնենք ձեզ եւ հասարակության դատին կներկայացնենք ձեր վարքը, ձեր բարոյական կերպարը, ձեր հարստությունը, հա, ձեր անհամապատասխանությունը ձեր ուրեմն այդ գործառույթներին, ձեր դիրքերին, աշճանակարգին եւ այլն։ Իմանալով եւ նաեւ միգուցե նոր ինչ որ տեղեկատվություններ էլ ունեն, չեմ կարող ասել։ Որովհետեւ որոշ հայտարարություններ կարծես թե վկայում են այն մասին, որ հա, որոշակի ինչ որ տեղեկատվություն իրենք ունեն։ Եվ կարող է վաղը միսօրը դրա հարաբերակեն, հա։ Հիմա այս դեպքում գիտեք կարող ենք իհարկե մենք ասել, որ բայց ինչու պետք է պետության ներկայացուցիչները, իշխանության ներկայացուցիչները օրինակ ասեն, թե ինչպես պետք է ընտրվի կաթողիկոսը, որ պետք է բարեվարկության ինչ որ քննություն անցնեն եւ այլն, հա, այսինքն ստուգում անցնեն, որ իրենք չեն համապատասխանում իրենց բաներին, դա անկախ կառույց է, այդ անկախ կառույցի ներսում հիմա իրենք ոնց են որոշում, իրենց գործն է, այսինքն եթե հանդուրժում են օրինակ հավատացյալները նման բան, որ իրենց եկեղեցականները, որ իրենց հովիվները, հոգևոր հովիվները իրականում հոգևոր հովիվներ չեն, դե հիմա այդ իրենց գործն է, թող չհանդուրժեն, հա, բայց արդեն երկու բան նշենք։ Մեկը այն, որ իրենք մտել են քաղաքականություն եւ արդեն որպես քաղաքական օպոնենտ են հանդես գալիս, ուստեղ արդեն իշխանությունները ասում են դե մեր ձեռքերը ուրեմն այստեղ կապված չեն, ազատ են, ներեգություն, արդեն դուք եկեղեցական չեք արդեն։ Դուք օգտագործում եք փաստորեն ինստիտուտը քաղաքական պայքարի համար, այսինքն ժողովրդավարության դեմ գործողություն եք իրականացնում, չգիտեմ, մասնակցում եք ինչ որ ինֆորմացիոն հարձակումների, հիբրիդային հարձակումներ կա Հայաստանի վերաբերյալ, ոնց որ թե դուք դրա մաս եք, հա, դառնում։ Եվ այս առումով կարծում եմ հասկանալի է, էլի ինչու են այս ամեն ինչը անում։ Եվ երկրորդ հանգամանքը հայ առաքելական եկեղեցին այնուամենայնիվ ունի յուրահատուկ կարգավիճակ ըստ սահմանադրության։ Այն տեսեք տարբեր կրոնական կազմակերպություններ, հա, այսինքն որպես հասարակական կազմակերպություն գործում են, կարգավորվում են ընդհանուր օրենքով, բայց կա հատուկ օրենք, որը կարգավորում է հայ առաքելական եկեղեցու եւ պետության միջև հարաբերությունները։ Նրանք ունեն առանձնահատուկ փաստորեն դիրք, սահմանադրությամբ էլ նշվում է նրա պատմական առաքելությունը եկեղեցու, թեև նշվում է, որ հա, բոլոր կրոնական կազմակերպությունները հավասար դաշտում են եւ այլն, բայց տեսեք, այս խնդիրը մի քիչ կա, որ փաստորեն ստացվում է այնպես, որ իրենք պետության հետ հատուկ հարաբերություններ ունեն։ Եվ եթե պետությունը հիմա պատկերացրեք, եթե հատուկ հարաբերություններ ունեն, նշանակում է ունեն գերիշխող դիրք որոշակիորեն, հա, այդ դաշտում, հոգևոր դաշտում, նշանակում է նաև իրենք մուտք ունեն պետական համակարգ որոշակիորեն, ասեք կարող են միջև վերջերս հիմա չգիտեմ փոխվել է կարգը թե չէ, բայց դպրոցները գալիս էին հոգևորականները դասավանդում էին, ըստ էության քարոզչություն էին անում առաքելական եկեղեցու դրույթների, կարող էին քաղաքական տեքստեր ասել նաև, չէ, ոչ մեկ իրենց չէր կարող այդ առումով ասել, որ չգիտեք ինչ բան։ Եվ հիմա էլ ունեն էլի բազմաթիվ ռեսուրսներ եւ մուտք դեպի հանրային կյանք, այնպիսի մուտք, որ ուրիշները չունեն։ Եվ իրենք հիմա, տեսեք, պետությունն էլ ասում է մի վարքյան, այսինքն, եթե այդպես է, եթե առանձնահատուկ դիրք ունեք դուք, ուրեմն մենք կարող ենք ասել, որ դուք օրինակ այդ դիրքին չեք համապատասխանում։ Արդեն փաստորեն ստիպված մենք պետք է մտնենք նաև այդ դաշտ։ Հիմա գիտեք, այստեղ ես օրինակ կողմնակից եմ նրա, որ այս հարցը լուծվի պետության եւ եկեղեցու ել ավելի տարանջատմամբ։ Այն օրենքը, որը կա վերանայվի, ընդհանրապես միգուցե եւ այդպես առանձին օրենք չլինի, որը
վերաբերվի դրան, այսինքն պետության եւ առաքելական եկեղեցու հարաբերություններին եւ հավասար ինչպես բոլոր մնացած կրոնական կազմակերպությունները, այնպես էլ հայ առաքելական եկեղեցին, հա, նույն սկզբունքներով ժողովրդավարական երկիր ենք, չէ՞։ Ինչի պետք է պատմական դեր ունեցող, իսկապես պատմական առաքելություն ունեցող եկեղեցին, որը դարեր շարունակ եղել է իհարկե որպես մեր էթնոսի, հա, հայ էթնոսի հիմնական եկեղեցին, չէ՞, ինչի պետք է ժողովրդավարական, ուրեմն քաղաքական ռեժիմի շրջանակներում նույն դերակատարությունը էլի ինքը ստանձնի, նույն կերպ լինի, այսինքն պետության հետ շատ սերտ հարաբերությունների մեջ։ Տարանջատում կամ այս հարաբերություններ, պարոն Վարդանյան, դրանով ամփոփենք։ Այս ամենը բխում է մեր երկրի շահերից, երբ որ այս հարցերը այսպես քննարկում ենք եւ այս թեման չպետք է ուրեմն եկեղեցին մտներ քաղաքականություն, չպետք է հակա ժողովրդավարական օրակարգ առաջ քաշեր, չպետք է ռեժիմի փոփոխության խնդիր դներ եւ այս ամեն ինչը չէր լինի։ Իդեպ հիշում եք հավանաբար, շատ վերջերս է եղել, երբ որ վարչապետը Էստոնիա այց էր կատարել։ Այդ Էստոնիայի այցի ժամանակ այնտեղի թեմի առաջնորդը, չեմ սխալվում, դիմավորեց շատ դրական այսպես կերպով վարչապետը գնաց եկեղեցի, խոսեց եւ այլն եւ շատ դրական վերաբերմունք ցուցաբերեց։ Սա ինչ է ցույց տալիս։ Սա ցույց է տալիս, որ չկա կառավարության կողմից, կոնկրետ վարչապետի կողմից ընդհանրապես առաքելական եկեղեցու կամ հոգևորականների վերաբերյալ բացասական վերաբերմունք։ Կա կոնկրետ վերաբերմունք կոնկրետ մարդկանց, կոնկրետ հոգևորականների, բայց դե քանի որ իրենք շատ են եւ քանի որ իրենք ղեկավարությունն են, հա, դե բնականաբար ստացվում է այնպես, որ դե դուրս է գալիս, որ եկեղեցին է, հա, քննադատվում, բայց իրականության մեջ այն Էստոնիայի թեմի առաջնորդն էլ է, չէ, եկեղեցի։ Այնտեղ էլ էր, չէ, եկեղեցի, հայկական առաքելական եկեղեցի էր կարողա ասեց, որ սա չուլանա, չէ, որովհետև ինքը շատ նորմալ, պահպանված, հա, լավ տեսք ունեցող, եւ այդ Էստոնիայի, ասենք, թեմի առաջնորդի խոսույթը հակաժողովրդավարական չէր, մեր սահմանադրական կարգի մարտահրավեր նետած չէր, բնականաբար նորմալ վերաբերմունք էր իշխանության ներկայացուցիչ նկատմամբ, հա, որպես պետության, այսինքն ներկայացուցիչ այդ պահին, եւ եթե այդպիսին են հարաբերությունները, ոչ մի խնդիրներ չեն լինում։ Ես գիտեք, հիմա շատ հաճախ այդ մանիպուլյացիան արվում է, որ այ իշխանություններն են սրում այս վիճակը, իրենք են մեղավոր, իրենք չպետք է բան։ Միգուցե իշխանությունները պետք է հասկանան, որ PR-ի տեսակետից շատ սխալ կարող է ընկալվել իրանց այս կամ այն արտահայտությունը, բայց մենք խնդիրները պետք է խորխորությամբ տեսնենք, չէ՞, ով է մեղավորը, ով է այս խնդիրը հարուցել։ Եվ տեսնում ենք ակնհայտ, որ խնդիրը այո հարուցել են այն եկեղեցականները, որոնք սկսել են այդ ռադիկալ ընդդիմադիր կեցվածքից խոսել, հարվածել իշխանություններին, ոչ միայն իշխանություններին։ Բոլոր նրանց խոսույթները այդ տեսակ եկեղեցականների ուղղված են նաև քաղաքացիական հասարակության դեմ, լիբերալ մտածողություն ունեցող, եվրոպական մտածողություն ունեցող մարդկանց դեմ։ Նրանք առաջ են քաշում ծայրահեղ աճ պոպուլիստական, ծայրահեղ ազգայնական թեզեր, նման դիսկուրս։ Ու այդ առումով ոչ մի բանով չեն տարբերվում սովորական այսօր Եվրոպայում էլ շատ կան այդպիսի կուսակցություններ քաղաքական շրջանակների դեպ, ասեմ, ոչ մի կերպ չեն տարբերվում ծայրահեղ ազգայնական պոպուլիստական այդ քաղաքական ուժերից իրենց խոսույթների մակարդակով եւ բնականաբար դրան պետք է հակադարձել, որովհետեւ այդ խոսույթները ժողովրդավարության տեսակետից խնդրահարույց են, սա է խնդրեմը։ Եվ վերջի վերջո մեր սահմանադրական կարգը ժողովրդավարական կարգ է։ Մարդ որ ասում է, որ գիտեք ինչ, եվրոպական արժեքները մեր համար չեն, բայց եվրոպական արժեքները մարդու իրավունքներն են։ Մարդու իրավունքները ամրագրված են սահմանադրությամբ։ Ժողովրդավարությունը ամրագրված է սահմանադրությամբ որպես մեր կարգը, մեր սահմանադրական կարգը։ Եվ եթե դու խոսում ես դրա դեմ, կներեք, դուք խոսում եք ուրեմն մեր սահմանադրական կարգի դեմ, սա անընդունելի բան է եւ չի կարող չունենալ արձագանք։ Նորից եմ ասում այլ բան, որ այդ արձագանքը իհարկե ճիշտ պետք է լինի, այդ արձագանքը PR-ի տեսակետից պետք է գրագետ կազմված լինի,
Ներողություն, այո, եւ բառամթերքն էլ կարծում եմ այնպես ինչ պետք է լինի, որ մարդկանց մոտ այդպես խնդիրներ առաջացնի, որոշակի հակակրանք առաջացնի եւ այլն։ Շնորհակալ եմ։ Մեծ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում էի քաղաքագետ անկախ հետազոտող Էդգար Վարդանյանի հետ։ Մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաեւ այդ հարթակում աջակցել մեզ էկրանին երևացող QR կոդով։ Thank you.